որ խնդրեմ կներկայացնեք ձեր այսօրվա պահանջը, ինչ պահանջով եք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Այո, իհարկե, մենք հավաքվել ենք մեր հին դասանով եւ նոր դասանով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկ պահանջով Դավիթի եւ Միքայելի իրավաբանական գործունեության նրանց կալանքի հետ կապված որոշման փոփոխության, ավելի կոնկրետ Դավիթին տնային կալանք տալու եւ Դավիթի ազատության հետ կապված որոշման փոփոխության ուրիշ առումներով այս հավաքը ուրիշ միտք չունի։ Միայն այդ հավաքի միտքը դրանում է կայանում։ Հիմա դուք ակնկալում եք, որ որևէ արձագանք կլինի այս գերատեսչությունից, երեկ էլ գլխավոր դատախազության շենքի մոտ եք ձեր ծնողների հետ։ Այո, մենք հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ եւ ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ որ գործողություններ տեղի կունենան այդ գործի շուրջ։ Իսկ ձեր դասընկերոջ չվերագրվող մեղադրանքները դուք այնքան երկար սովորել եք, այսինքն որքանով է համապատասխանում։ Իմ կարծիքով ոչ մի կերպ, քանի որ նա արտառոց ոչ կրվարար է եղել, շատ դաստիարակված, շատ կրթված է եղել եւ այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինել։ Նա այդպիսի պահված կյանքում չի ցույց տվել կամ դրսևորել արքուստ մոտիկից ընդհանուր ծանոթ լինելով նրան։ Տեսեք, կալանքը 2 ամսով է, եթե Դավիթին չազատեն այդ կալանքից։ Ձեր այս ակցիաները ամենօրյա բնույթ են կրում։ Այո, կրելու են, մինչև այդ կալանքը փոխվի կամ գոնե տնային կալանք տրվի, ինչ որ գործողություններ լինեն, քանի որ այդ ամեն ինչը դրսևորում է, մենք գիտենք մեր Դավիթին եւ գիտենք ինչպես է իրավիճակը, ինչ դրսևորում պետք է լինի եւ մեր պահանջը նույնպես գիտենք։ Եղբայրից ինչ ակնկալիք ունեք, որ գրասենյակի դիմաց եք ակցիա անում։ Մեր ակնկալիքը հետեւյալն է, որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի եւ տեսնի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե դպրոցականների հանդեպ, թե երիտասարդների հանդեպ եւ որպեսզի ինչ որ գործողություններ տեղի ունենան եւ որոշումը փոխվի։ Ինչ որ դիմում նամակ հղելու եք, թե միայն այսքանով ավարտվելու է։ Դրա հետ կապված կոնկրետ բան չեմ կարող ասել, կարող եք հետևել կտեսնեք։ Եղբայրներից Միքայելը դպրոց հաճախում է։ Հենրի Էլբակյան։ Դասընկերն եմ։ Միքայելը եղբայրներից դպրոց հաճախում է, նրա մասին ինչ տեղեկություն ունեք, գալիս է թե որովհետև ասում են նաև որ առողջական խնդիրներ ունի, հիվանդացել է, դուք ինչ տեղեկություն ունեք Միքայելի մասին։ Այս բան Միքայելի առողջական իրավիճակի մասին տեղեկություն չունեմ, նաև նույնպես թե դպրոց հաճախելու է թե ոչ, տեղեկությունների դեպքում իմ կարծիքով իրավաբանները կհայտնեն դրա մասին։